Ծանոթ երգա չէ։ Գիտեք ինչի, որովհետև այն հնչում է Բոլոլա սիթքոմի գլխադիրի ժամանակ։ Հիմա պատմեմ ինչա գլխադիրը։ Հեռուստատեսային սլենգով ասած շապկան։ Դեռ 50-ականներից սկսած գրեթե բոլոր հաղորդումներն ու հեռուստաֆիլմներն ունեցել են գլխադիր, բայց հենց սիթքոմների շնորհիվ գլխադիր ստեղծելը դարձավ առանձին արվեստ։ Գլխադիրը լուծում է միանգամից մի քանի խնդիր։ Ներկայացնում է դերասաններին, նախանշում է սիթքոմի տրամադրությունն ու ոճը, սիթքոմը դարձնում է ճանաչելի հիմնականում հեշտ հիշվող երգի շնորհիվ։ Եթե շատ չխորանանք, կարելի է առանձնացնել գլխադիրների մի քանի հիմնական ոճ, երբ դերասանին ներկայացնելու համար օգտագործում են կադրեր հենց սիթքոմից, օրինակ Friends-ը։ Երբ ժամանակ նայելու համար օգտագործում են միայն անվանումը շատ կարճ երաժշտությամբ, եւ ինչպես անում ենք մենք, եւ հիմնականում վերջին շրջանների բոլոր հայկական սիթքոմները, յուրաքանչյուր հիմնական կերպարի համար հորինում ենք փոքրիկ ծիծաղելի դրվագ եւ կապում ենք նրանց բոլորին մեկ ընդհանուր թեմայով։ Գլխադիր գրելու համար մենք գրատախտակին նշում ենք մեր բոլոր հիմնական կերպարներին, մտագրոհի միջոցով գտնում ենք այն թեման, որի շուրջ էլ կառուցում ենք յուրաքանչյուր կերպարի գործողությունը, կախված նրա բնավորությունից ու առանձնահատկություններից։ Դրա համար էլ աղասը միշտ ամենատուժածն է։ Ամեն դեպքում երգը եւ գլխադիրները շատ կարեւոր են սիթքոմի համար, քանի որ հենց դրանք են ստեղծում բրենդ, որն էլ սիրվում է հանդիսատեսի կողմից։